9:45 երկրի գլխավոր ժամացույցի ղողանջներով ու տրիբունայից հնչող հրամանով մարդաշատ եւ աղմկոտ հրապարակում քարանում է լռությունը, ճիշտ վայրկյանին։ 2016-ից հետո առաջին անգամ Երևանի սրտում զին շքերթ է, նորանկախ Հայաստանի պատմության մեջ 7-րդը։ Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսին հայոց բանակի եւ ազգային անվտանգության ծառայության 14 ստորաբաժանում են հրապարակում շարժվել։ Սկզբից պետական եռագույնը, երկրորդ շարքից զինուժի նոր դրոշը ու բանակի պահապան Աշոտ Երկաթի խաչն են այստեղ բերվում։ Հրապարակ է գալիս պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանին դիմավորում է գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, զորահանդեսի հրամանատարը։ Պարոն նախարար, զորքերը շարված են։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իրեն ուղեկցող մեքենայով մոտենում է շարք կանգնած բոլոր ստորաբաժանումների ծառայողներին ու ողջունում։ Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այսպես ճիշտ 14 անգամ։ Ապա պաշտպանության նախարարը հանրապետության հրապարակի քարե գորգի ուրվագծերով հասնում է կենտրոնական տրիբունա, բարձրանում այստեղ ու վարչապետին զեկուցում։ Բանակը կազմ պատրաստ է շարանցման։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Ազատ հրամանն արձակելուց հետո Նիկոլ Փաշինյանը ամբիոնին է մոտենում։ Վարչապետն ասում է, հանրապետության տոնն առաջին անգամ նշում ենք պատմական նոր, նրա պնդմամբ խաղաղության պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի բանակն այսօր միայն մեկ խնդիր ունի, այն է մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը, շարունակում է Փաշինյանը։ Մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Հանրապետության հրապարակով դեռ կանցնեն զորքերը։ Այստեղ նաև կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած նոր սպառազինությունը, բայց մինչ այդ Փաշինյանը պնդում է, զինապահեստը հնարավոր եղավ թարմացնել միայն 2022-ի Պրահյան հանդիպումից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմաթայի հռչակագրով ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունները, Երևանն այդ թվում Արցախը Ադրբեջանի կազմում։ Միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Վարչապետի ելույթից հետո խոսքի իրավունքը զորահանդեսի հրամանատարինն է։ Ասրյանը հրամայում է սկսել զորահանդեսը։ Քայլով մա Շարքայինից գեներալ բանակի նոր համազգեստով են, որը ձևավորված է բացառապես հայկական խորհրդանշաններով։ Հանդիսավոր երթը սկսում են զինվորական ճանապարհին առաջին քայլերը կատարող ռազմամարզական վարժարանի սաները։ Հետո անցնում են ապագա սպաները, ապա համապատասխան հերթականությամբ շարասյունը շարունակում են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ունկնդիրների զորախումբը, հատուկ նշանակության ուժերը, խաղաղապահ բրիգադը, տարածքային պաշտպանության զորքերը, ռազմական ոստիկանները, կին զինծառայողները, ազգային անվտանգության հատուկ նշանակության զորքերը, սահմանապահ զորքերը, հատուկ երկրորդ եւ 5-րդ բանակային զորամիավորումները, ինժեներական զորքերը։ Առաջին անգամ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ժամանակակից հետախուզահարվածային 4-օտանի ռոբոտ, ծանր հրետանային համակարգեր, օդային թիրախների հայտնաբերման կայաններ, զրահամեքենաներ, զին-ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ շուրջ 7 պետությունից Հայաստան ներկրված։ Հրապարակում հավաքվածները զինվորական քայլքի տակտով են ծափահարում։ Իրենց տեսածից ոգևորված, այսուհանդերձ մեկ նպատակով՝ մաղթանք դարձած։
Ցանկացած զորահանդես հաշվետվություն է սեփական ժողովրդին եւ մեսիջը հակառակորդներին, հենց այս ենթատեքստում է կարևոր տեղի ունեցած զորահանդեսը։ Չնայած հիմա պատերազմի թեման օրակարգում չէ, այդուհանդերձ զորահանդեսը հենց պատերազմի մասին է։ Հակառակորդի դերում էլ Ադրբեջանն է։ Ներկայացված զինանոցի առանձնահատկությունները հետաքրքիր են հենց Ադրբեջանին դիմակայելու տեսանկյունից։ Իհր ինքնագնաց հրետանային կայանները հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով եւ արկի սկզբնական արագության չափման ռադարով։ Մեր հավանական կամ իրական հակառակորդի նույն զինատեսակների պարամետրերը պետք է գնահատվի, որովհետեւ մենք հասկանանք առավելությունը մեր թե նրանց, մեկ, երկրորդ, այդ զինատեսակների մարտու դաշտում փորձված լինելու հանգամանք։ Սա ամենակարևոր։ Ցանկացած պատերազմի ժամանակ նոր զինատեսակները անցնում են լուրջ փորձություն։ Զորահանդեսի ընթացքում ներկայացված այդ թվում հնդկական զինատեսակներին վերագրվել էին հայկական հեթանոսական աստվածների անուններ, այնպես որ սովորական քաղաքացուն այդքան էլ պարզ չէ, թե իրականում ցուցադրվողը որ երկրի արտադրանքն է եւ ինչ հատկանիշներ ունի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հնդկական մոբիլ հրետանին, որն առայժմ չի կիրառվել պատերազմներում, բայց ենթադրվում է, որ կարող է կատարել մարտական խնդիրները։ Շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցման հզորությամբ, բարձր ճշգրտությամբ եւ պայմանական սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորություններով։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին հայրենական արտադրության ԱԹՍ-ները եւս, որոնց մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Մասնագետների կարծիքով դրանց շրջանում կան օրինակներ, որոնք ունեն մեծ հեռահարություն եւ տեսականորեն կարող են լուրջ խնդիր դառնալ հակառակորդի համար։ Ներկայացնում ենք հայրենական արտադրության Aerodynamics ընկերության Մեհու 5 անօդաչու թռչող սարքը։ Հրապարակում է հայրենական արտադրության DEV 3.1-ը, որն ի տարբերություն DEV 1.1-ի նախատեսված է վերգետնյա ստացիոնար նշանակետերը խոցելու համար։ Օրինակ ես անօդաչուների պահով, որ պարամետրերը նշում էի ինձ մոտ, աղեղը եւ այդ որոտ երկուսը սրանք էին, որ որոշակի առումով բարձրությունը, հեռավորությունը, շարավիղը որքան ժամանակ երկնքում կարող է աշխատել։ Այս երկուսը այնքնին ցուցիչներ են, բայց այդ ամեն ինչը պետք է գնահատվի հակառակորդի հետ համեմատելով։ Հայկական բանակի համար կարևորագույն խնդիր մնում է գերակայությունը օդում։ Պակիստանից գնված ադրբեջանական կործանիչներն այդ տեսանկյունից լուրջ մարտահրավեր են մեզ համար։ Միակ գործիքը, որը կարող է դիմակայել այդ ուժին, ստուգված հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին ռուսական Թոր 2 եւ ՌԵՊ համակարգերը, որոնք ձեռք են բերվել տարիներ առաջ եւ որոնք էլ հենց պաշտպանում են մեր օդը։ Գյորջյան կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թրիփ նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով առանձին համաձայնագիր է ստորագրվում եւ այդ համաձայնագիրը կիրականացվի։ Փաշինյանն ասել է, որ կարողացել ենք պահպանել վստահելի համբերություն Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ եւ տեղի ունենում նրա շնորհիվ, որ խաղեր չենք խաղում գործընկերների հետ։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետեւ մենք մեր պայմանավորվածություններին եւ մեր պատկերացումներին համապատասխան ենք գործել, միևնույն ժամանակ կարողանալով ի վիճակի լինելով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դա տեղի ունենում մի բանի շնորհիվ։ Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ եւ ուղիղ անկեղծ մեր դիրքորոշումները ներկայացնում ենք եւ շնորհակալ ենք նաեւ նրանց, որ ըմբռնումով են վերաբերվում մեր առանձնահատկություններին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն տպավորություններով է կիսվում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, թե ինչպես ինքը կարողացավ Հնդկաստանից դեպի Միացյալ Նահանգներ տրանզիտ ճանապարհին 40 րոպեում փաստաթղթեր ստորագրել ու նախաստորագրել Զվարթնոցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ։ Stopped in last night was to initial the Trump route for prosperity in Armenia. Ես կանգար կատարեցի նաև Հայաստանում հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին նախաստորագրելու համար։ Սա կարևորագույն հենասյուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի, որին դուք կարողացաք հասնել։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցի դեպքում գոնե զգուշավորություն կար, մասնավորապես Մակրոնի կողմից ներկայիս իշխանություններին նախընտրական շրջանում աջակցելու առումով։ Թրամփը բացահայտ է հայտարարում, որ այո, աջակցում է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ, ինչն ըստ փորձագետների ամերիկյան քաղաքականության մեջ մինչև Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չի եղել։ Նիկոլը ստանում է իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կբարձրացնենք միջև նախկինում չտեսնված բարձունքներ։ Հայաստանը կրկին կդարձնենք մեծ։ Բավականին լուրջ վտանգներ են տեսնում որպես փորձագետ եւ ցավոք սրտի քաղաքական դաշտի խոշոր դերակատարները այս պահին փորձում են դիվիդենտներ ստանալ երկու աշխարհակաղակական կենտրոնների հարտադրության թեժացման գնով, որը մեր ժողովրդին որևէ լավ բան չի կստանում։ Ռուբիոյի 40 րոպեանոց այցի ընթացքում ստորագրվեց նաև շրջանակային հուշագիր կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետների նմանատիպ փաստաթղթերի ստորագրումով Միացյալ Նահանգներին փորձի հնարավորություն է տրվում իր վերահսկողության տակ վերցնել հանքանյութերն ու հազվագյուտ հանածոները, օգտագործել միայն իրենց նպատակների համար։ Ըստ փորձագետների Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունեցած խաղաքարտերում ջեքփոթ է բռնել։ Միացյալ Նահանգները նաև այս քայլով նախանշեց, որ Սյունիքի հետ կապված հիմնական այդ հազվադեպ հանքանյութերի պաշարները Սյունիքում են, իր հետաքրքրությունները ուղղակի ուրվագծեց։ Թրիփ նախագիծը ըստ փորձագետների լինում է զուտ Թուրքիա-Ադրբեջան քաղաքական եւ տնտեսական նպատակները սպասարկելու համար։ Թրամփը բացահայտ հայտնում է, որ Թրիփի նպատակը կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է եւ այն Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։ Թրիփը, որի մասին նախընտրական շրջանում տևական ժամանակ խոսակցին չկար, նորից այդ թեման ակտիվացել է այս պահի դրությամբ ինչքան էլ որ ստորագրվել է պայմանագիր, հողի վրա էական որևէ լուրջ գործընթաց այս առումով տեղի չի ունենալու։ Եվ չի էլ տեղի ունենալու, քանի դեռ Իրանի հետ կապված խնդիրը չի հանգուցալուծվել։ Արևմուտքի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի մերձեցումը, ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս, ակնհայտորեն հակադրվում է Երևանի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը։ Հայկական կողմը, սակայն, ըստ վերլուծաբանների նախընտրում է այն չդրամատիզացնել։ Ռուսաստանը վերանայել է իր քաղաքականությունը կովկասյան ուղղությամբ եւ Հարավային Կովկասում իրենց ներկայությունը իրենք որոշակիորեն վերադիրքավորում են եւ այս վերադիրքավորումը բավականին տևական ժամանակ է ընթանում։ Խոշոր հաշվով ռուսները իրենց ներկայությունը եւ իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում պատրաստ չեն զիջել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակադրությունը բերել Հայաստանի ներքաղաքական դաշտ եւ Հայաստանը դարձնել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակամարտության թատերաբեմ, սա արկածախնդրություն է եւ մեր ժողովրդի դեմ ուղղված գործողություն քաղաքական էլիտաների կողմից։ Հայաստանում Իրանի դեսպանն է արձագանքել Թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև փաստաթղթերի նախաստորագրմանը։ Իրանը հույս ունի, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունը ժողովուրդների միջև վստահության եւ խզման պատճառ չի դառնա։ Մեր դիրքորոշումը Թրիփ նախագծի վերաբերյալ շատ հստակ է ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական վերաբերմունք ունենք եւ ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության եւ տարանցման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այս գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ-ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը։ Ըստ դեսպանի Իրանը որևէ կասկած չունի, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում։ Ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ Միացյալ Նահանգների ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։ Իրանը ըստ դեսպանի նույնիսկ նվազագույն վստահություն չունի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը։ Ըստ լրատվամիջոցների նամակում ռուսական կողմը Հայաստանի զգուշացրել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցության գործընթացը։ Արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ նամակը կուսումնասիրվի եւ հայկական կողմը կարձագանքի ըստ անհրաժեշտության։
Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 126 տոննա կշռով 2 վագոն կարբամիտ եւ 67 տոննա կշռով 1 վագոն ալյուր։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28000 տոննա հացահատիկ, ավելի քան 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին եւ 68 տոննա հնդկաձավար։ Հայաստանի հանքային ջրի, ալկոհոլի եւ ծաղիկների մատակարարումները կասեցնելուց հետո Մոսկվան անցել է նաեւ հայկական միրգ բանջարեղենին։ Հայտնի է դարձել, որ Ռոսելխոզնադզորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման վրա, մինչեւ առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Նշված է Ռոսելխոզնադզորի պաշտոնական կայքում։ Որոշումը կայացվել է Ռուսաստան-հայկական մրգի եւ բանջարեղենի մատակարարումների ժամանակ իբր խախտումների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ եւ բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։ Սոցիալական հարթակներում տարածվող լուրերն այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից Ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Տեսչական մարմնից պարզաբանում են, որ արտահանման կամ ներմուծման սահմանափակումների վերաբերյալ որոշումները կայացվում են բացառապես երկրների լիազոր մարմինների կողմից։ Խաղաղությունը երեխաները պատերազմների ու սահմանների լեզվով չեն նկարում։ Նրանք այն պատկերում են արևի, տան, մայրիկի ձեռքերի, եկեղեցու զանգերի ու կապույտ երկնքի գույներով։ Այսօր Հայաստանի նկարիչների միությունում խաղաղությունը ու անկախությունը հայտնվել են թղթի վրա, մանկական ամենաանկեղծ պատկերացումներով։ 7-ամյա փոքրիկ հեղինակը խաղաղությունը այսպես է պատկերացրել՝ մայր տաճարով։ Նրա համար խաղաղությունը լուռ աղոթք է, ընտանիք, լույս ու հավատ։ Եթե պատերազմ լինի, բարձր եկեղեցիներն են վառել, երբ որ պատերազմ չի, մնին ճիշտ տեղում է։ Արցախից տեղահանված 13-ամյա Ալեքսանդրը խաղաղության մասին արդեն հասուն պատկերացում ունի։ Նա վստահ ասում է. մեծանա զինվոր է դառնալու, իր խաղաղությունը մայրն է։ Ես որպես ապագա զինվոր ցանկանում եմ նորից հետ բերել Արցախը, որտեղ ես Արցախից եմ եւ շատ կուզենայի նորից վերադառնալ իմ հայրենիք։ Այս նկարներում միայն մանկական երևակայություն չէ։ Այստեղ ընտանիքից ժառանգած արժեքներ կան՝ սերը հայրենիքի հանդեպ, խաղաղ ապրելու ցանկությունը, անկախ երկիր ունենալու կարևորությունը։ Երեխաները գուցե դեռ չեն կարողանում մեծերի բառերով խոսել անկախության մասին, բայց կարողանում են այն զգալ։ Ոմանց համար դա տուն վերադառնալու հույսն է, մյուսների համար անվտանգ երկինքը, իսկ շատերի համար պարզապես մայրիկի կողքին արթնանալը։ Ես միշտ կուզեի, որ ճշնամիները չկային սպանեին զինվորներին, միշտ մեր աշխարհում խաղաղություն տիրի։ Խաղաղություն միջազգային մրցույթ ցուցահանդեսը միավորել էր տարբեր երկրների, տարբեր ճակատագրեր ունեցող երեխաների, բայց բոլոր նկարներում մի ընդհանուր ցանկություն կար՝ ապրել խաղաղ, ազատ ու անկախ հայրենիքում։ Արմավիրի մարզում մայիսի 27-ին վիճաբանություն է եղել թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց մինչև տեղի ունեցած միջադեպը վերածվել է ծեծկրտուքի։ Ոստիկանները 5 հոգու 49-ամյա Վարդան Սարգսյանին, 24-ամյա Հենրիկ Աթոյանին, 25-ամյա Հակոբ Հակոբյանին, 23-ամյա Էդգար Հակոբյանին, 28-ամյա Սամվել Ժամկոչյանին բերման են ենթարկել ոստիկանության Վաղաշապատի բաժին։ Տեղեկություններ կային, սակայն, որ դեպքի ընթացքում կրակոցներ են հնչել։ Կարճ ժամանակում հաստատվեց այդ լուրը։ Քրեական ոստիկանները դպրոցի առաջին եւ երրորդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի եւ դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերել են կրակոցի բազմաթիվ հետքեր։ Ահա, տեսեք, կրակոցի հետքն է դպրոցի առաջին հարկում։ Իմ տեղեկություններով բարեբախտաբար տուժածներ չկան։ Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ են գործել, հայտնաբերել են նաև 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։